Գավառի Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահը հյուրընկալել է 51 դպրոցականի Արագածոտնի մարզի 4 համայնքից։ Նրանց Գեղարքունիքի մարզ է բերել «Իմ քայլը» հիմնադրամի մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագիրը։ Պատկերասրահն ամենահարմար վայրն է կերպարվեստի ժանրերին ծանոթանալու համար։ Դասը վարում է Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցը։ Այսպիսի այցերը հնարավորություն են տալիս ճանաչելու հայ արվեստագետներին, կոնկրետ պատկերասրահի մասնաճյուղերում իրականացվող ծրագրերի ընթացքում մենք հնարավորինս փորձում ենք նրանց ներկայացնել մեր արվեստը, մեր նկարիչներին, քանդակագործներին, իհարկե ավելի ինտերակտիվ, հետաքրքիր տարբերակով։ Մեր կրթական ծրագրերը պարտադիր պարունակում են նաև ստեղծագործական հատված։ Տպավորությունները շատ վառ են, ինչպես տեսնում եք, երեխաները շատ ակտիվ մասնակցում են կրթական ծրագրին։ Իդեպ մեր բոլոր այցերը ոչ միայն ուղղակի այցեր են, այլ նաև իրենց մեջ ունեն կրթական բաղադրիչ եւ բոլոր ծրագրերի ընթացքում երեխաները մասնակցում են որևիցե կրթական ծրագրի, որպեսզի տեսական գիտելիքները նաև ամրապնդեն գործնական, ստեղծագործական գիտելիքներով։ Երբ տեսական գիտելիքները յուրացվում են, աշակերտներին թուղթ ու նկարչական պարագաներ են բաժանվում։ Սկսում են նկարել իրենց դուր եկած ժանրում։ Գլուխգործոց աշակերտներից չեն սպասում, սակայն նպաստում են նրանց ստեղծագործական մտքի զարգացմանը։ Ցանկացած ճամփորդություն շատ հետաքրքիր է, ցանկացած թանգարանում շատ հետաքրքիր է անցնում, մենք ստեղծագործում ենք եւ դա թույլ է տալիս, որպեսզի մենք ավելի գեղեցիկ կարողանանք մեր միտքը շարադրել ոչ միայն թղթին գրավոր ձևով, այլ նաեւ կարողանանք գեղեցիկ նկարել։ Շատ հետաքրքիր է ինձ համար անցնում, ծանոթանում եմ տարբեր տեսակի նկարների հետ, սովորում եմ ավելի գեղեցիկ նկարել։ Ինձ շատ դուր եկավ այս պատկերասրահը, ես պատկերասրահում տեսա զանազան նկարներ, բնանկար, դիմանկար։ Ինձ համար ամենահետաքրքիրը այն էր, որ մեզ տվեցին նկարել։ Մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագրին մասնակցելու համար դպրոցականները նախ շարադրությունների մրցույթի են մասնակցել։ Լավագույնների հեղինակներն էլ առաջիկա ամիսներին այցելելու են Հայաստանի 10 մշակութային հաստատություններ։ Արդեն եղել ենք Ջերմուկի պատկերասրահում, ազգային պատկերասրահում, Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում, եկող այցերի շրջանակներում նախատեսվում է օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ունենք միջազգային գործընկեր Չինական գիտամշակութային կենտրոնը հատուկ ծրագիր է իրականացվում մեր համար, նաեւ լինելու ենք Ազնավուր հիմնադրամում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, մի խոսքով հարուստ հագեցած ծրագիր ենք կազմել։ Արագածոտնի մարզի դպրոցականների մասնակցությամբ մշակութային ճամփորդությունը ծրագրի երկրորդ փուլն է։ Առաջին փուլում ճամփորդել էին տավուշցի աշակերտները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։